Եկող տարի դուք պատկերացրեք քանի միլիոն մարդ է գալու է, օգտվելու է, շփվելու է, ծանոթանալու օգտվելու եք եւ դուք, օգտվելու են եւ տաքսիստները, հյուրանոցի տերերը ներդրումներ են կատարելու, քաղաքը լիքն է լինելու, ու դա ոչ թե միայն Աբովյանը, Կոտակ եւ շրջակա, ամբողջ Հայաստանում եք, տուրիստները որ գան, միայն Աբովյան եւ Կոտակ հադիշ չեն գնալու, այլ Սևանել են գնալու, Գյումրիեն են գնալու, Ջերմուկել են գնալու, եթե նորից եմ ասում, 10 միլիոն մարդ գա, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը $5,000, որ ծախսի, դա ես մինիմում եմ ասում, պատկերացրեք ինչ գումարա կազմելու, 50 միլիարդ փող է լինելու, 50 միլիարդը դա մեր երկրի համար, որ ամեն տարի դա բոլորը հարստանալու են, բոլորի դեմքին ժպիտ է գալու, դա նորից եմ ասում, դուք պետք է պատկերացնեք, որ դեռ ոչ մի բան չեն կարող աշխատանքն ենք ստեղծել, բայց արդեն հողերը 10 անգամ թանկացել են, $500 հողը, դա 50,000, չէ վաճառում, դա նշան է զարգացման, դուքները տեղը պահեք, մի վաճառեք, ավելի թանկը վաճառեք, կամ գործընկեր գտեք, թող ձեր հետ ներդրում անեն, որ մշտական բիզնեսի տեր լինեք։ Ժողովուրդ ջան, մենք միշտ մայիս ամիսը եղել է մեր ժողովրդի համար հաղթանակների հպարտության օր։ Այսօր ցույց տվեցի, ես դա ասել եմ, մեկ անգամ ուզում եմ կրկնեմ, բայց դա մեզից խլել են, դա մենք արդեն չունենք։ Բայց մայիս ամսվան մենք ունենք օր, հույսի լույսի օր ունենք։ Դա մեր դպրոցականների վերջի զանգն են, որ նրանք արդեն մտնում են կյանք, մեծահասակ արդեն երկրորդ կյանք ենք մտնում, հասուն մարդիկ են, 18 տարեկան գնալու են ընտրության։ Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին հնչի մեր ազգային վերածնունդի առաջին զանգը եւ ընդմիշտ հիշվի, այսօր բոլորը ձեր ձեռքերում են, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր երիտասարդության համար, որ մենք պետք է ապահովենք, որ լինի խեղճության, մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարենք ներքին թշնամանքը, այդ սաղ պետք է դնենք մի կողմ ժողովուրդ, մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորս այս երկրում ապրում ենք, պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դադար խոսքեր, առյալ իրական, որ իրականությունը համապատասխանում է, կախված է ձեզնից, եթե սորին ենք, դուք եք մեղավոր, չեք մասնակցում, նեղանում եք, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց այս ձայնը տվեք և պահանջեք, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք, օր-օրի դա զգալու եք, այսօր իմ նպատակն ու ցանկությունն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի դեմքին ժպիտ գա, ժողովրդի դեմքին փայլ գա, այդ մտահոգությունից, այդ տուժտուգանքներից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, մարդկանց նոր էջից սկսեն, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն, դեմքների ժպիտ լինի։ Նայելով ժողովրդի դեմքին ժպիտ չկա, բոլորը խնդիր ու պրոբլեմ ունեն, տրամադրություն չկա։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ անհնարին ոչինչ չկա, աշխարհով մեկն եք, ամեն ինչն էլ հնարավոր է, ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերում, կազմակերպել, հնարավորություն տալ, իսկ այսօր սովորական ժողովուրդը ամենագնահատող ժողովուրդն է, որ գնահատում է թեթևակի ուշադրություն, թեթևակի վերաբերմունք, հարգանք, մարդը զգալով, որ փոփոխություն կա տարին տարվա վրա, դա փոփոխվում է, մեր ժողովրդի ուզածը սա է, ես ասում եմ առավոտ իրիկու շրջում եմ տարածքներով, բոլորի ուզածը մեկն է, դրա համար մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, իրականացնենք, ով կարող է անել, նա անի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար, Աստված պահապան մեր բոլորին, ամսի 7-ին, համար 7-ին, ամսի 7-ին, համար 7-ին, ամսի 7-ին